Ողջույն բոլորին, անհավատալի է, բայց ես այս վիդեոն նկարում եմ արդեն երկրորդ անգամ, որովհետև առաջին անգամ պարզվեց, որ չէր նկարում։ Թե ինչ եմ ես զգում հիմա, ես դա չեմ կարող բացատրել բառերով։ Այսօր ես եկել եմ պատասխանելու մի հարցի, որը ինձ շատ է տրվում, ինչպես կարդալ արագ եւ շատ։ Իրականում ես այստեղ ինչ-որ կոնկրետ մեթոդներ ձեզ չեմ կարող ասել, կետ առ կետ, բայց կարող եմ իմ անձնական փորձով կիսվել եւ մի քանի հետաքրքիր մեթոդ ասել, որ դուք կկարողանաք կիրառել։ Ամենաառաջին գրավականը, ամենաառաջին պայմանը, եթե դուք ուզում եք կարդալ շատ եւ արագ, դուք պետք է լինեք ստաբիլ ընթերցող։ Այսինքն ամեն օր կարդաք, դա ինչ-որ անհավանական բան չի, ամեն ինչ նորմալ է, դուք կարող եք, դուք ունեք այդ ժամանակը, ինձ երբեք չասեք, որ դուք ժամանակ չունեք ընթերցելու, որտեղ ընթերցանության համար ժամանակ միշտ կա։ Այն ժամանակը, որ դուք ծախսում եք ձեր հեռախոսի մեջ, անիմաստ ինֆորմացիա վերցնելով, դուք կարող եք դա ծախսել ընդամենը օրվա մեջ մի քանի րոպե, 20 րոպե, 10 րոպե ընթերցելու վրա։ Նախ ասեմ, որ ես հիմա ստաբիլ ընթերցող եմ մոտավորապես արդեն 5 տարի, ու այնպես չի, որ ես, չգիտեմ, մի անգամից շատ եմ կարդացել ու արագ եմ կարդացել, չկա այդպիսի բան, ամսվա մեջ երևի 2 գիրք կարդայի, թե չէ, ու դանդաղ բնականաբար, որովհետև դու սովոր չես այդ տեմպին ու չես կարող շատ արագ կարդալ, բայց հետո երբ որ դու դառնում ես արդեն ստաբիլ ընթերցող, դա ինքնաբերաբար ինչ-որ ստացվող process է, որ սենց ուղղակի բառերը աչքիդ առաջ արագ գնում են։ Մի բան, որ ես ֆիքսել եմ ինքս իմ վրա, այդ այնա, որ ես բառերը հատիկ չեմ կարդում։ Այսինքն հարցնեք հիմա այդ ոնց է, ես եթե բառի սկզբի, վանկա սկզբի 2 տառ տեսնում, արդեն քո ուղեղը, չգիտեմ, երևի սովոր է լինում այդ բառերին ու ինքը արդեն ինքնըստինքյան ընկալում է, թե դա ինչ բառ է, ու դու արագ ոնց որ սաղում ես էջերի վրա։ Ու ընդհանրապես ասում են, եթե ուզում ես արագ կարդալ, ես չգիտեմ, դա օրինակ իմ վրա չեմ ֆիքսել, բայց դու չպետք է քո մտքում արտաբերես այդ բառերը, այսինքն ինչպես է, չէ՞ որ դուք մի բան կարդում եք, մտքում դուք այդ բառը ասում եք, ասում ա, չգիտեմ, տենց միտեղ կարդացել էի կամ լսել էի, որ դուք այդ բառը չպիտի ասեք ձեր մտքում, այլ պիտի ուղղակի սահեք արագ էջերի վրա չկենտրոնանաք այդ բառերի վրա։ Կոնկրետ այդպես։ Երկրորդ կարևոր կետը, որ ես ինքս իմ վրա եմ փորձել ու հասկացել ու շատ եմ դա ասում, այդ կարդալ միաժամանակ մի քանի գիրք, սկզբում չի ստացվի, եթե դուք նոր սկսնակ ընթերցող եք, հաստատ ճիշտ չի միանգամից մի քանի գիրք վերցնելը, մի քիչ որ արդեն շատացնեք ձեր ընթերցանությունը, դուք արդեն այդ պահը կհասկանաք, միաժամանակ կարդացեք մի քանի գիրք։ Շատերը զարմանում են, ասում են, որ անհավանական է, որ չես կարող կենտրոնանալ միաժամանակ մի քանի գրքի վրա, կարող եք, հավատացեք, կարող եք։ Օրինակ, վերցնում եք մի հատ բարդ գիրք, մի գիտաֆանտաստիկա եք վերցնում, որը պետք է դանդաղ ընթերցեք։ Միաժամանակ վերցնում եք մի հատ սիրավեպ, թեթև, բարակ ինչ-որ մի գիրք, հետո վերցնում եք մի հատ դետեկտիվ, տարբեր ժանրերի վերցրեք, որ ավելի հետաքրքիր լինի։ Ինչի է այդպես, նայեք, եթե երբ որ դուք մեկ գիրք եք կարդում ու կենտրոնանում եք այդ մի գրքի վրա, լինում է, չէ, որ դուք ինչ-որ մի օր լինում, որ այդ տրամադրությունը չունեք, օրինակ, չգիտեմ, գիտաֆանտաստիկայի տրամադրություն չունեք կարդալու, չեք ուզում, ու ստացվում է, որ դուք բաց եք թողում այդ օրը կարդալու, բայց անիմաստ բաց թողելու տեղը դուք կարող եք ընթերցել ձեր օրինակ սիրավեպը ու հենց այդ մի օրում էլ ավարտեք։ Այդպես շատ է ստացվում, օրինակ իմ մոտ լինում է, որ ես ինչ-որ մի գիրք եմ կարդում, այդ ընթացքում կարող է այդ գրքից մի քիչ այդ օրը հոգնեմ, օրինակ չկարողանամ 100 էջ կարդամ այդ գրքից, ես վերցնում եմ մյուս ընթացիկը ու պատկերացրեք, հետո եք հասկանում, որ ամսվա վերջ արդեն հասկանում եք, որ դուք ինչ-որ շատ արագ կարդացիք մի քանի գիրք։ Այդ մեթոդը իմ մոտ մշտապես գործող է, չեմ հիշում վերջին անգամ երբ ա եղել, որ ես ընդամենը մեկ ընթացիկ մեկ գիրք ունենամ։ Երրորդ կետը, անպայման ունեցեք մեկ գիրք, որը որ կլսեք աուդիո տարբերակով։ Միշտ ես ունեմ օրինակ 4 ընթացիկ գիրք, որոնցից մեկը աուդիո գիրք է, երբեք չլսեք ու չհավատաք այն մարդկանց, ովքեր ասում են, որ աուդիո գիրքը չի կարող համարվել գիրք, չկա այդպիսի բան, ես բազմիցս այս թեմայով խոսել եմ իմ էջում, ես ասում եմ ձեզ ու հավատացնում, որ տարբերություն չկա, դուք այդ գիրքը կարդում եք, թե լսում եք, եթե դա տալիս է ձեզ այդ նույն էմոցիան, նույն ինֆորմացիան, նույն միտքը, նույն գաղափարը, նույն փիլիսոփայությունը, որը որ դուք կստանաք ընթերցելիս, բացարձակ տարբերություն չկա, դուք դա կարդում եք, թե լսում եք։ Այդ 100% ճշտած բան է, հանգիստ եղեք, հանգիստ կարող եք լսել։ Ես աուդիո գիրք լսում եմ այն ժամանակ, երբ որ ես օրինակ ինչ-որ մի
բան եմ անում, օրինակ տներն եմ հավաքում, մաքրությամբ եմ զբաղվում, ճաշ եմ պատրաստում ու կտեսնեք թե այդ ընթացքը ինչքան հավես ու արագ է անցնում, փորձեք։ Քանի թեման բացվել է, նաև նշեմ իմ սիրելի աուդիոկայքերը, իմ համար մեկ բացահայտումը արդեն 1.5 տարի կլինի, որ ես ունեմ այդ բաժանորդագրությունը Yandex Books-ն է։ Այո, վճարովի է, բայց հավատացեք, կոպեկներ են այն ամենի դիմաց, ինչ ինքը տալիս է ձեզ։ Նախ ես ընդհանրապես չգիտեի Yandex Books-ի մասին, շատ պատահաբար մի օր ներբեռնում եմ Yandex Music-ը, որ երգ լսեմ, դե բաժանորդագրությունը վճարովի է, $1-2 ու երբ որ ես արդեն ուզում եմ բաժանորդագրվեմ, ինձ մոտ բերում է Yandex Plus-ը, այսինքն դուք բաժանորդագրվում եք Yandex Plus-ին ու այդ Yandex Plus-ը ձեզ տալիս է մի քանի հնարավորություն։ Ուշադրություն լսեք։ Ընդամենը 1000 դրամով ամսական, տեսեք ես ինչքան բան եմ անում։ Երգ լսում եմ անվճար, լսում եմ։ Գրքեր լսում եմ անվճար, Yandex Books-ով լսում եմ։ Yandex Taxi-ով ուրեմն երբ որ այն ժամանակ տաքսի էի կանչում, կոմֆորտը այնքան էր զեղչում, որ ստարտի արժեքին էր լինում։ Հիմա ինքը մի քիչ փոխել է իր մեթոդը, բոնուսներ է տալիս, բայց օր է լինում ես լրիվ անվճար մի կետից մյուսն եմ գնում, որտեղ բոնուսները կուտակվում են։ Այդպես կինոպոիսկը, որը որ մի կայքա, որով ես անվճար ֆիլմեր եմ նայում, ոչ բոլոր ֆիլմերն են իհարկե անվճար, բայց Yandex Plus-ի իմ բաժանորդագրությամբ ես նաև անվճար ֆիլմեր եմ նայում։ Միայն 4 application-ից ես օգտվում եմ Yandex Plus-ով, բայց ինքը նաև ուրիշ բաներ ունի, այսինքն այդ 1000 դրամով, եթե տեսեք ես ինչքան բան եմ անում։ Ու ես բոլորին խորհուրդ եմ տալիս իմ ծանոթներին, հարազատներին, ընկերներին ու բոլորը շատ-շատ գոհ են, ցեզ եմ ասում, բայց Yandex Books-ը ունի հայերեն աուդիոգրքեր, միայն ռուսերեն են եւ անգլերեն, նաև ոդքասթներ էլ կա, կարող եք հանգիստ լսել։ Եթե չեք ուզում ռուսերենով կամ անգլերենով, չնայած որ իրանց աուդիոները մեկը-մեկից ընտիր է, ոնց որ չգիտեմ մեկը մեկից ընտրագույն իրոք, շատ հաճախ դերասաններ, հայտնի հաղորդավարներ են կարդում ու իրենց ձայնը sense չգիտեմ ինչա, ու նաև մի բան ասեմ, որ կարող է ձեզ շոկի ենթարկի, ես 2 կամ 2.5x-ի տակ եմ լսում իմ գրքերը, podcast-ը չէ, այդ ինչ արագ է, բայց դա էլ իհարկե ինչ որ մի կետից եմ եկել դրան, սկզբից 1x-ով եմ լսել, այսինքն նորմալ, հետո 1.2, 1.5, 2, այդպես։ Կամաց ինձ թվում է դուք երկը սկսեք այդպես արագ լսել, եթե ստաբիլ լսող լինեք։ Եթե հայերեն աուդիոգրքեր եք ուզում, գրքասեր.org կայքը կա, որտեղ որ հայերեն աուդիոգրքեր կան, բնականաբար շատ չեն, բայց էլի կան, օրինակ ես Մադամ Բովարին եմ լսել ժամանակին եւ Dark Summer-ում մի հաղորդավար կար շատ լավ ձայնով, հենց ինքն էր կարդում ու ասենց ավոր կլանող ընտիր։ Հայաստանում ցավոք սրտի աուդիոգրքերը այդքան զարգացած չեն, այսինքն շատերը չեն լսում։ Եվ միգուցե դա է պատճառը, որ շատ աուդիոգրքեր մենք չունենք, բայց եթե զարգացնենք այդ ոլորտն էլ, աուդիոգրքերի ինձ թվում է արդեն մեզ մոտ շատ կլինեն, մանավանդ նոր գրքեր էլ կլինեն, ոչ թե միայն հին, ինչ որ դասական գործեր։ Այսքանը աուդիոգրքերի հետ կապված, եւ մեկ life hack կա, այսպիսի մեթոդ, որ կարող եք կիրառել, երբ որ շատ կարդաք, եթե ինչ-որ մի գիրք եք կարդում, որը որ առաջ չի գնում կամ ձեր դիմաց ոնց որ դնում եք պլան, օրինակ 1 ամսվա պլան եք դնում կամ 1 շաբաթվա ու բաժանում եք օրերի։ Ես այդպես երբեք չեմ արել, բայց շատերն են անում։ Օրինակ sense բաժանում եք էջերի, դե հիմնական տեսեք, ես օրինակ Dune-ը հիմա կարդում եմ համատեղ, օրական 30 էջ, ես գիտեմ իմ չափաբաժինը չեմ էլ բաժանում, միանգամից էջով նայում եմ, բայց շատերը ուղղակի բաժանում են օրերի մեջ, կարող եք էջանիշներ դնել, տենց բաժանեք ու երբ որ դուք ոնց որ պլան կատարեք, օրական այդ 10-20 էջը ավելի արագ եք ընթերցում եւ եւս մեկ մեթոդ, ձերքից տակ, ահա, վայ հենց այդտեղ մատիտ ունեմ, էջերի վրա անցնում եք մատիտով։ Երբ որ ընթերցում եք, այսինքն արագ-արագ մատիտով եք ընթերցում, արագ գնում եք, ոնց որ ցուցադրելով ամեն բառը, այսինքն արագ-արագ մատիտով գնում է ձեր աչքերի հետ ու դուք հավատացեք, տենց ավելի արագ եք կարդալու։ Եվ մի բան էլ, որ կարող եք աուդիոյի հետ կիրառել, երբ որ աուդիո գիրքը լսեք եւ միաժամանակ այդ գիրքը ընթերցեք, օրինակ 2x-ի տակ լսեք ու կարդաք, այդպես ավելի արագ է, sense էջերը ու նախադասությունները գնում։ Դա էլ կարող եք կիրառել։ Հուսամ ես ոչինչ բաց չթողեցի, այս անգամ ոնց որ մի քիչ ավելի արագ խոսեցի եւ ուղղակի ավելի սահուն խոսեցի, որտեղ ոնց որ մի հատ փորձ եղավ, ճշտացված։ Ինձ թվում է այսքանն էր այն life hack-երը, որոնք որ դուք կարող եք կիրառել։ Նաեւ շատ եք հարցնում եք երբ եմ հասցնում կարդալ, ասեմ, անպայման ամեն առավոտ։
սուրճ խմելիս ես կարդում եմ գիրքը։ Պարտադիր, այդ իմ ռացիոնում ամենակարևոր իրադարձություններից, կարևոր կետերից մեկն է։ Կեսօրին, երբ որ մեծ աղջիկս պարտեզում է, իսկ փոքրս քնած է լինում, տան գործերը արված է հիմնականում այդ ժամանակ արդեն, օրինակ ճաշը պատրաստ է, ես նստում եմ, էլի կարդում եմ եւ նաեւ գիշերն եմ ընթերցում, երբ որ արդեն երեխաները քնած են, մի քանի րոպե, մաքսիմում կես ժամ կամ 20 րոպե կկարդամ ու կքնեմ։ Դուք էլ կարող եք փորձել, մանավանդ ասում են շատ օգտակար է նյարդային համակարգի համար, չգիտեմ ինչքանով է դա իմ վրա ազդում, ես մագնի եմ խմում, բայց ասում են լավ է, երբ որ քնելուց առաջ են կարդում, դա ձեր ամբողջ նյարդային համակարգը հանգստացնում է, աչքերը հանգստանում են եւ հանգիստ քնում եք։ Կարող եք փորձել իհարկե, հուսամ սա օգտակար եղավ ձեզ այս հոլովակը, հուսամ այս մեթոդները դուք որ կիրառեք ձեզ կօգնի ավելի արագ եւ ավելի շատ կարդալ, իսկ ես կսպասեմ իհարկե ձեր մեկնաբանություններին այս հոլովակի տակ, չմոռանաք հետեւել ինձ եւ բաժանորդագրվել իմ ալիքին, հետեւեք ինձ իմ այլ սոցհարթակներում, իհարկե ամենաակտիվը ես Instagram-ում եմ, ամենաառաջինը այնտեղ եք դուք իմանում ամեն ինչ իմ կարդացած գիրքերի մասին, ուր եմ գնում, ինչ եմ անում, ինչ մտքեր ունեմ, միջև որ դուրս են գալիս իմ շաբաթական վլոգերը, որտեղ որ ես էլի ընդհանուր այդ շաբաթվա իրադարձությունները նկարում եմ եւ ցույց եմ տալիս ձեզ։ Լավ մնացեք, մինչ նոր հոլովակներ։